Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձերբակալեցին ապօրինի զենք պահող տղամարդուն։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերել եւ պահում է ատրճանակ։ Տեղեկությունն իրացվեց հուլիսի 25-ի երեկոյան։ Նորաշեն թաղամասում տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց եւ իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն։ Նա հայտնեց, որ ատրճանակը մեքենայի բեռնախցիկում է։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվեց Մակարով տեսակի մարտական ատրճանակ, հանգամանքները պարզվում են։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանները բնակարանային գողություններ կատարող հանցավոր խումբ են վնասազերծել։ Ստացվել են օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Երևան քաղաքում գործում է կազմակերպված հանցավոր խումբ, ովքեր մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացնում են բնակարանային գողություններ։ Երևանի քրեական ոստիկանների իրականացրած լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի 36, 41 եւ 42 տարեկան բնակիչները, ինչպես նաեւ Երևանի 37-ամյա բնակիչը տեխնիկական միջոցների գործադրմամբ մայրաքաղաքի տարբեր հասցեներում իրականացրել են իրենց հանցավոր մտադրությունները, կատարելով հափշտակություններ։ Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացելով Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները Մաշտո Սարյան փողոցների խաչմերուկից հանցանք կատարելու անմիջականորեն ցակած հիմնավոր կասկածանքով ձերբակալել եւ նրանցից մեկի կողմից վարած Hyundai Elantra մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն։ 41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի ոսկյա եւ արծաթյա զարդեր, ինչպես նաեւ դրամական միջոցներ, որոնք ըստ նախնական տվյալների հափշտակվել էին բնակարաններից մեկից։ Իսկ 36-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ավելի քան 2 գրամ ընդհանուր քաշով ադամանդանման քարեր։ Նրանց կողմից շահագործված ավտոմեքենայում հայտնաբերվել են գողացված այլ իրեր։ Տղամարդիկ եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաքննությունը շարունակվում է։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանները առանձնապես խոշոր չափի թմրամիջոց են հայտնաբերել, 1 անձ ձերբակալվել է։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին Երևանի պարեկների հետ։ Հուլիսի 29-ին գիշերվա ժամը 2-ին մոտ Միքայելյան հիվանդանոցի դիմաց գտնվող գերեզմանատան տարածքում թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու եւ օգտագործելու կասկածանքով ձերբակալվեց եւ համայնքային ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժին տեղափոխվեց մայրաքաղաքի բնակիչ 39-ամյա մի տղամարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերված թղթե 3 փաթեթում կար մեթամֆետամինի նմանվող ընդհանուր 308 գրամ զանգված։ Նույն զանգվածից հայտնաբերվեց նաև նրա հեռախոսի պատյանում, իսկ պայուսակի մեջ եղած տարայում կար Subutex տեսակի մոտ 15 գրամ փոշենման զանգված։ 39-ամյա տղամարդը ներկայացվել է Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։ Կատարվում է նախաքննություն։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են։ Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք զինամթերք, թմրամիջոցներ։ Հանցավոր դրսևորումների կանխարգելման եւ հանրային անվտանգության ապահովման նպատակով ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում հետևողականորեն շարունակում է հատուկ միջոցառումները։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները շրջայցեր եւ ստուգողական գործողություններ են իրականացրել բակային տարածքներում, հավաքատեղիներում, հանրային այլ վայրերում, ուշադրության կենտրոնում պահելով հնարավոր իրավախախտումներն ու հանցավոր դրսևորումները։ Իրականացված ծավալուն միջոցառումների արդյունքում կրկին հայտնաբերվել են քրեական հակումներ ունեցող անձինք, հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք զինամթերք, թմրամիջոցներ եւ այլն։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության միջոցառումները շարունակվում են։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները Եղվարդում ապօրինի գործող հրաձգարանում մեծաքանակ զենք զինամթերք են հայտնաբերել։
Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության եւ համայնքային ոստիկանության Նայրիի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Եղվարդ քաղաքի 51-ամյա բնակիչը զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, առանց համապատասխան թույլտվության կազմակերպում է հրաձգության պարապմունքներ, այցելուներին տրամադրելով հրաձգարանի տարածքում պահվող ապօրինի զենք զինամթերք։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ Եղվարդ քաղաքում ապօրինի գործող հրաձգարանի տարածքում հայտնաբերվել են 3 ինքնաձիգ, որսորդական 3 հրացան, լիցքավորված ատրճանակ, տարբեր տեսակի եւ տրամաչափի 2210 փամփուշտ, հակահետևակային եւ հակատանկային ականներ, մարտական գլխիկներով ականանետեր, ականանետի արկեր, 15 նռնակի պայթուցիչներ, փամփշտատուփեր, որոնցից մի քանիսը լիցքավորված եւ տարբեր տեսակի այլ զինամթերք։ Եղվարդ քաղաքի 51-ամյա բնակիչ ու հրաձգարանի աշխատակիցը ձերբակալվել են։ Ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերման ու արգրավման ծավալուն միջոցառումները շարունակվում են։